Լուսեր առավոտից։ Բարի լույս ու բարի գալուստ հանրային ռադիոյի առաջին ծրագիր 9:30 մենք սկսում ենք մեր ուղիղ եթերը։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, տաղավարում աշխատում են Սևակ Հակոբյանը եւ Մարինա Գրեգը։ Մեծ ուրախությամբ ասում եմ Սևակ Հակոբյանը, որովհետեւ շատ կարոտել է եւ մոտ 1 ամիս կլինի մենք միասին չենք եղել եթերում։ Տարբեր վայրիվերումների մեջ ենք, վերջապես վերադարձանք։ Վերջապես վերադարձանք եւ մոտակա 1.5 ժամը անցկացնելու ենք միասին հարգելի ռադիո լսողներ եւ խոսելու ենք շատ հետաքրքիր թեմաների մասին, իհարկե ակնկալելով ձեր ակտիվությունը։ Այո, ամբողջ եթերի ընթացքում գործում է մեր ուղիղ հեռախոսակապը 55 3702 եւ նաեւ մենք live ենք Facebook-յան հարթակում, կարող եք մեզ ոչ միայն լսել 107.7 հաճախականությամբ, այլև դիտել եւ որ ամենակարևորն է ինտերակտիվ կապ ապահովել մեզ հետ, մեկնաբանությունների դաշտը բաց է, կարող եք գրել ձեր ողջույնները, բարեմաղթանքները, նաեւ օրվա թեմայի վերաբերյալ ձեր կարծիքը, հարցերը մենք փորձում ենք բոլոր մեկնաբանություններին անդրադառնալ։ Իսկ եթե այս պահին ուղակի մեքենայի մեջ եք, կարող եք լսել մեզ, որովհետև վարորդների համար եւս բարբերաբար հետաքրքիր տեղեկություն ենք հայտնում ու առհասարակ կարող եք միանալ Երևանից 107.7 գլխավոր հաճախականությամբ, լսել տնից, ավտոմեքենայից, լինել ակտիվ, մասնակցել թեմայի քննարկմանը եւ բնականաբար ձեր օրը սկսել բարձր տրամադրությամբ, որովհետև առավոտը օրվա ամենակարևոր մասն է։ Եվ օրը սկսել լավ երաժշտությամբ վերջին շրջանի ամենատրենդային երգով էլ արի սկսենք մեր առավոտը, լավ ռիթմեր բոլորիս։ Թրջա
մատաղել իմ ես հարսնիք է հետև գենիք կապետ է դիգ աշխարեց կանչելով թրջաթող ու կան լերնին է փոսնի բեր կա քեզի մատաղել իմ հոգի աղար հոգսի բեր բարահի շատերով ես քեզի մատաղել իմ ես հարսնիք է հետև գենիք կապետ է դիգ աշխարեց կանչելով թրջաթող ու կան լերնին է փոսնի բեր կա քեզի մատաղել իմ հոգի աղար հոգսի բեր Սուրճ ու սեր առավոտից 9:36 մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը, լսում ենք մի երգ, որը վերջին շրջանում շատ սիրված է, թեև շատ քչերն են հասկանում ինչի մասին է երգում Միայն բալան հասկացա այդքանը եւ հարսանիք այո, համշենահայերեն երգ է, համացանցում կան այսպես ասած թարգմանությունները, ամեն դեպքում ասում է արի աշխարհում գանք, հարսանիքը հետո կանենք, լավ խորհուրդ։ Շատ լավ մեսեջ է բոլոր նրանց համար, ովքեր դեռ չեն շտապում ամուսնանալ եւ անընդհատ արդարացումներ են փնտրում։ Այո։ Ահա դրա համար էլ այս երգով սկսեցինք։ Այսօր հունիսի 19-ն է, օրը 5-շաբթի, աշխատանքային շաբաթվան 1 օր է մնացել եւ եթերաժամի այս հատվածում ձեզ հետ սովորաբար կիսվում ենք օրվա հետ կապված կարևոր տեղեկատվությամբ։ Այո, եղանակից, այո, եղանակի տարադրամի փոխարժեք, խցանումներ, փակ ու բաց ճանապարհներ եւ այսպես հանրապետության տարածքում այսօր եւ վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ քամին հյուսիս-արևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը այսօր ու վաղը 5-ից 7 նիշով բարձրանալու է, մայրաքաղաքում եւս տեղումներ չեն կանխատեսվում եւ այսօր առավելագույնը կլինի +30, երեկոյան +25, իսկ գիշերը +16։ Եվ նաեւ այո, ստուգենք հեռախոսային հավելվածով այս պահին 19 աստիճան եւ արևոտ եղանակ է։ Արևոտ եղանակ է, շատ լավ է եւ ուրախալի է, որ տեղումներ չեն սպասվում գոնե առաջիկա 2 օրերին։ Ինչ վերաբերում է հանրապետության ավտոճանապարհներին, ապա վերջին ժամի դրությամբ Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կիլոմետրի հատվածը փակ է բեռնատարների համար եւ միակողմանի երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Կարծում եմ այնտեղ երևի թե նորոգման աշխատանքներ են իրականացվում, որովհետեւ որոշ ժամանակ է այս նույն տեղեկությունն է դեռևս տեղադրված, իսկ Ստեփանցմինդալարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իսկ Համայրաքաղաքում խցանումային նիշը 7 է, բավականին ծանրաբեռնված են հատկապես փոքր կենտրոնի փողոցները, Բաղրամյանի հատվածում որոշ ճանապարհահատված ընդհանրապես փակ է, ահա դրանով է պայմանավորված, որ բարեկամությունից դեպի Մարշալ Բաղրամյան մետրոյի կայարանի հատվածը խիստ ծանրաբեռնված է եւ դրան արդեն շրջանցող փողոցները բավականին մեքենայառատ են, այս բառը օրինենք, Կորյունի փողոցն է ծանրաբեռնված Մատենադարանով դեպի օպերայի իջնող հատվածը, Տիգրան Մեծի պողոտան եւս այս պահին դժվար անցանելի է, աշխատեք շրջանցել հարգելի ռադիոլսողներ։ Տերյան փողոցը, որը Կորյունին է խաչվում, էլի ծանրաբեռնված է։ Խորենացի Քրիստափորի փողոցների հատման խաչմերուկը եւս այս պահին դժվար անցանելի է։ Դալմամոլից Բրազիլիայի հրապարակով դեպի Արարատ կոնյակի գործարան հատվածը խիստ ծանրաբեռնված է, այս կողմում Իսակովի պողոտան Երևանյան լճից դեպի կենտրոն եկող հատվածը խիստ կարմիր գույնով է մեր քարտեզի վրա։ Նաև Արշակունյաց Գարեգին Նժդեփ փողոցների հատման խաչմերուկը նշված փողոցներով այս պահին դժվար անցանելի է, հնարավորության դեպքում շրջանցեք հարգելի ռադիոլսողներ։ Այնպես որ ժամանակին մեղքը գցում ենք, չէ, ուսանողների եւ աշակերտների վրա, բայց մայրաքաղաքի խցանումները բայց հիմա բավականին թեթևացել է երթևեկությունը եւ հատկապես առավոտյան ժամերին, երբ դուրս ես գալիս, այսօր դա է մտածում, որ միևնույնն է քիչ են մեքենաները, այո, մի քիչ դանդաղ են շարժվում, բայց այն պիկը չկա։ Ահա։ Ամեն դեպքում այս պահին 7 է խցանումային նիշը, սիրելի վարորդներ եւ ուղևորներ, եթե ինչ-որ տեղից կուշանաք, կարող եք սա որպես փաստարկ բերել, որովհետեւ անկանխատեսելի ծանր երթևեկություն է այս պահին մայրաքաղաքում։ Եվ եթե դուք այս պահին գտնվում եք խցանման մեջ, ելի կարող եք զանգահարել, մեզ հետ կիսվել, օգնել մյուս վարորդներին խուսափել խցանումից, բացի այդ նաեւ կզրուցենք 55-3702 մեր ուղիղ եթերի հեռախոսահամարն է, մինչ այդ տեղեկություն բոլոր այն մարդկանց համար, ովքեր այսօր գործ ունեն փողի հետ։ Ըստ Կենտրոնական բանկի դոլարի փոխարժեքը 384 դրամ 44 լումա է, եվրոյինը 434 դրամ 11 լումա, ռուբլունը 4 դրամ 82 լումա։ Իսկ եթե նոր եք արթնացել, տանն եք եւ հետեւում եք
մեզ, ապա ճիշտ ժամանակն է սուրճ վայելել, սուրճ պատրաստել, սուրճ ու սեր առավոտից մենք փորձում ենք տարածել եւ նաեւ մեր տաղավարում էլ սուրճի լավ բույր է միշտ տարածված եւ խոսենք մի փոքր օրվա մասին, Մարինա, այսօր ինչպես նշեցինք հունիսի 19 է, 5շաբթի եւ ինչ կա օրացույցում։ Մանկական ֆուտբոլի համաշխարհային օրն է նշվում, ոչ ավել, ոչ պակաս, եւ տոնը սահմանել է ՄԱԿ-ը երիտասարդներին սպորտի մեջ ներգրավվելու համար։ Նշվում է այդ տոնը հունիսի 19-ին ՄԱԿ մանկական հիմնադրամի եւ FIFA-ի միջև համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել է 2001 թվականին, քվեարկեք երեխաների օգտին միջազգային շարժման շրջանակներում եւ ասում են, որ այսօրը բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում, սպորտային միջոցառումներ եւ մանկական ֆուտբոլային թիմերի մասնակցությամբ եւս տարբեր այսպես միջոցառումներ են լինում։ Հետաքրքիր է, արդյոք Հայաստանում այս տոնը նշում են։ Այսօր կպարզենք մեր հյուրերից, ասենք, որ հենց այս թեմային էլ օրվա ընթացքում անդրադառնալու ենք, հաճախ մեր ուշադրության կենտրոնում արդեն կայացած լեգենդար ֆուտբոլիստներն են, բայց նրանց սերնդափոխությունն ապահովելու համար աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում Հայաստանը, ունի տարբեր ակումբներ ֆուտբոլային, որտեղ կրթվում են, մարզվում են արդեն նոր սերնդի ֆուտբոլիստներ։ Եվ այդ ամենը իհարկե կպարզենք ու շատ հետաքրքիր է նաև մեր ռադիոլսողների կարծիքը հայկական ֆուտբոլի մասին, որովհետև ես շատ ֆուտբոլիստների գիտեմ մերոնցից հայերից, ովքեր ժամանակին մի քիչ հիասթափվել են եւ չեն շարունակել, բայց օրինակ փոքրերի մեջ մանկական ֆուտբոլում կան երեխաներ, ովքեր մեծ ոգևորությամբ առաջ են գնում եւ ինձ համար միշտ մի քիչ այսպես հետաքրքիր ու զարմանալի է ինչից են ոգեշնչվում, որովհետեւ հատկապես տղա երեխաները փոքրուց միշտ գնդակով պետք է լինեն։ Հասկանալի է, որ հետևելով արտասահմանյան ակումբների, հավաքականների եւ իհարկե համաշխարհային ֆուտբոլային աստղերին կարող ես ոգևորվել, ոգեշնչվել, բայց Հայաստանում հայկական ֆուտբոլով ոգեշնչվել եւ առաջ շարժվել միշտ մի տեսակ ասում ես, բայց ինչի՞ց են էլի ոգևորում, որովհետեւ մենք ինքներս գիտենք, որ ֆուտբոլիստներից Էրիխ Մխիթարյանը, ու հետո հասկանում ես, որ այո, մենք ունենք պատմություն եւ ամեն դեպքում մենք անընդհատ ջանում ենք շարժվել առաջ եւ մեր տղաները ամեն ինչ անում են, որ ներկայացնեն լավագույնս եւ դրա վառ օրինակը նաև Հենրիխ Մխիթարյանն է։ Այո, մենք ֆուտբոլի մասին դեռ կշարունակենք զրուցել։ Այո, մենք այսօր ուզում ենք մի քիչ պատմական ակնարկ կանել, թե ընդհանրապես որտեղից է սկսվել ֆուտբոլը, շատ հետաքրքիր է։ Ես ինքս կարդացի ու զարմացա, որ այն այսպես շատ վաղուց ավելի քան մի խոսքով ՄԹԱ, այսպես ասեմ, հասկացեք, մեր թվարկությունից առաջ, թե երբանից է կպարզենք քիչ անց, հիմա լսենք երևի թե երգ եւ վերադառնանք ու շարունակ մակիատո։ Այո։ Mi amore, espresso macchiato, 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 por favore, espresso macchiato, corneo. Espresso macchiato. Ciao bella, I'm Tommaso, addicted to tobacco. Me like me coffee, very importante. No time to talk, scusi. My days are very busy, and I just own this little ristorante. Life may give you lemons when dancing with the demons. No stresso, no need to be depresso. Mi amore, espresso macchiato, 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 por favore, espresso macchiato, corneo. Mi amore, espresso macchiato, 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 por favore, espresso macchiato, espresso macchiato. Me like to fly privati with 24 carati. Also mi casa very grandi.
mafioso, mi mani numeroso. I work around the clock, that's why I'm sweating like a mafioso. Life is like spaghetti, it's hard until you make it. No stresso, no stresso, it's gonna be espresso. Mi amore, espresso macchiato, 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 por favore, espresso macchiato, espresso macchiato. Espresso macchiato. Սուրճ ու սեր առավոտից 9:46 հանրայինի ուղիղ եթերում շարունակում ենք մեր ընթացքը սուրճ, սեր եւ այսօր նաեւ ֆուտբոլ։ Այո, այսօր ֆուտբոլային թեմա ունենք, դա շատ հետաքրքիր կլինի բոլոր մարզասերների համար եւ մենք զանգ ունենք։ Բարի լույս։ Ուրա, ինչպես եք։ Շատ մեր օրերի համար ցավոտ թեմա է կառուցում, ես շատ ասեմ, շատ վիկտորինաների մասնակցած հաղթած Մադրիդի Ռեալի երկրպագու, այսօր ցավ եմ ապրում մի բանում, ես հատվածում շուր ունենակ, եթե թույլ տա կարձագանքեմ, շատ տխուր եմ մեր ֆուտբոլի շատ, պատկանեկան զարգանում։ Տիկին Անայի, ձեր ձայնը այսօր ընդհանրապես չի լսվում, դուք մեր ամենաստաժավոր ռադիոլսողն եք եւ գիտեք կտրտվում է ձեր ձայնը, բայց այսօր մենք ձեզ չենք լսում։ Ալո, դուք ինձ հիմա չեք լսում։ Ձեզ լսում ենք, բայց ձեր ձայնը կտրտվում է, երևի։ Ես խնդրում եմ, ուզում եմ իմանալ դուք շուր ունենալու։ Այո, հյուր, ավելի ճիշտ հյուրեր ենք ունենալու եւ Գիտեք, ես մի խոսք ասեմ, հետո երկրորդ հատվածում կարձագանքեմ։ Ես ուզում եմ ասել, որ շատ հայկական ֆուտբոլի վիճակը նամանավանդ որ գրեթե պատանեկան ֆուտբոլը չի զարգանում։ Ես եթե երկրորդ հատվածում դուք ունենաք Ջուրեր անպայման ես կարձագանքեմ եւ ուզում եմ դες բանել ասել, որ շնորհակալություն, բրավո, որ կա հանրային ռադիոն եւ քիչ առաջ դերերի կապն ընդհատվեց ցավոք, բայց մենք հասկացանք Տիկին Անահիտը ինչ նկատի ունի։ Ես մասնակի եմ ձեզ հետ համաձայն, այո, մենք դեռ աշխատելու շատ տեղ ունենք, բայց պետք չի հիասթափվել, որովհետև այն մարդիկ, ովքեր այսօր օրինակ մեզ մոտ հյուր են լինելու, հենց մանկական ֆուտբոլից, եթե օրինակ իրենք հիասթափված լինեին, չէին սկսի եւ կամ շարունակի, եւ մի օր էլ մենք չէինք ունենա ուղղակի հայկական ֆուտբոլ։ Միշտ այդպես է, չէ՞, երբ հաղթանակներ են, շատերն են կանգնում մեր ֆուտբոլիստների տղաների կողքին պարտությունների դեպքում։ Դե լավ, միանգամից հիասթափվում են, բայց սպորտը այդպեսին է, մանավանդ եթե մեր երկրում գիտենք, որ դեռ շատ աճելու եւ զարգանալու տեղ ունենք, բնականաբար հաղթանակներին երբեմն հաջորդում են նաեւ պարտություններ։ Միանշանակ եւ այստեղ կարեւորն այն է, որ մենք գիտենք, այլ ոչ թե ջայլամի տրամաբանությամբ ենք առաջնորդվում, մենք գիտենք մեր ցավոտ խոցելի տեղը եւ պետք է ուղակի շատ լավ աշխատենք այդ ուղղությամբ եւ հավատանք, որ մի օր օրինակ հենոներ մենք դեռ շատ կունենանք, այո, Facebook-ում ինչ մեկնաբանություններ ունենք։ Այսօր Facebook-ում Արմեն Մովսեսյանն է առաջինը մեզ միացել, բարի լույս եւ բարի օր սիրելի հաղորդավարներ, ասում է, ուրախ եմ ձեզ տեսնելու, մենք էլ ենք շատ ուրախ, շնորհակալ ենք։ Էդիկ Բաբուջյանը ինչպես միշտ եկել է ծաղիկներով, բարի օր հայ ազգ, շնորհակալ ենք, շատ լավ են բուրում ձեր ուղարկած ծաղիկները։ Եվ անցնենք ֆուտբոլային թեմային, հետաքրքիր տեղեկություններ ենք առանձնացրել։ Այո, պատմական ակնարկ, այսպես պատմաբանները պարզել են, որ ֆուտբոլ խաղացել են մեր թվարկությունից առաջ 2500 թվականից։ Մարզախաղի գոյության մասին վկայություններ կան, այո, աշխարհի շատ ժողովուրդների պատմության էջերում, օրինակ հին Հունաստանում տարածված էր գնդակով խաղը։ Իսկ առաջին գրավոր տեղեկությունը, որտեղ հիշատակվում է ժամանակակից ֆուտբոլ հիշեցնող խաղ, թվագրված է մեր թվարկությունից առաջ 180 թվականով։
Պոլուքսի հունարեն բառարանում կան հետևյալ գրառումները. գնդակ խաղացողները բաժանվում են երկու թիմի, յուրաքանչյուրը նպատակ ունենալով գնդակը դուրս հանել մրցակցի կիսադաշտից։ Միաժամանակ մրցակիցներին թույլատրվել է ձեռքով խաղը, որը արդի, ռեգբի հատկանշական տարրերից է։ Ես հիշեցի այն տնային տնտեսուհիներին, ովքեր ասում են, «Վայ, ինչպես կարելի է 100 հոգով այդ մի գնդակի հետևից վազեն»։ Եվ հին Հունաստանում տարածված են եղել գնդակախաղի նաև այլ տարատեսակներ։ Հնարավոր չէ ստույգ ասել, թե անտիկ շրջանի որ գնդակախաղն է ժամանակակից ֆուտբոլի նախահայրը, բայց եւ այնպես շատերն այն կարծիքին են, թե ֆուտբոլը իր ծագմամբ պարտական է հին հռոմեական հարպաստում խաղին, որը Մեծ Բրիտանիա եւ Եվրոպա են բերել Հուլիոս Կեսարի լեգիոներները։ Բայց ահա ժամանակակից ֆուտբոլը իր կանոններով ծագում է Անգլիայից, չէ՞, անգլիական ֆուտբոլի ավանդույթները գիտենք շատ խորն են եւ զարգացած եւ այսօրվա կանոններով ֆուտբոլի նախատիպը ձևավորվել է հենց Անգլիայում։ Այո, ֆուտբոլի հայրենիքը համարվում է Անգլիան, որտեղ եւ մշակվել են ներկա ֆուտբոլի կանոնները։ Ֆուտբոլային առաջին ակումբը Sheffield United-ը 1855-ից 1957 թվականներին էր եւ առաջին ազգային առաջնությունը հիմնվել են Անգլիայում։ 1904 թվականին հիմնադրվել է ֆուտբոլային միությունների միջազգային ֆեդերացիան FIFA-ն եւ ես շատ եմ սիրում այդ երաժշտությունը, երբ միանում է առաջնությունը։ UEFA-ն էլ լավ, բոլորին է տարբեր է, բայց լավն է։ Եվ առաջին միջազգային հանդիպումը տեղի է ունեցել 1902 թվականին Ավստրիա-Հունգարիա, Արգենտինա, Ուրուգվայ։ Օլիմպիական խաղերի ծրագրում մտցվել է 1900 թվականից, իսկ 30-ից սկսվել են ֆուտբոլի աշխարհի առաջնության 1955-ից Եվրոպայի երկրների չեմպիոն թիմերի գավաթի, 60-ից գավաթակիրների գավաթի եւ արդեն 1973-ից UEFA-ի գավաթի կանոնավոր հանդիպումները։ Դրա համար մենք ամեն տարի ոգևորված սպասում ենք այդ հանդիպումներին։ Եվ եթե մարզասեր չես եւ չգիտես այս օրացուցային խաղերի մասին, միշտ կա, չէ՞, մի հետաքրքիր բան, երբ ուշով չես հետևում, մեկ էլ հոպ, էս մի հանդիպումն է, այն մի հանդիպումն է, բայց գիտենք, որ սրանց հատկապես ֆուտբոլի մոլի երկրպագուները տարիներով են սպասել, օրերով հաշվել են, թե երբ կգա այդ բաղձալի օրը, երբ իրենց սիրելի ակումբները կամ հավաքականները կմրցեն իրար դեմ։ Մենք ունենք նաև շատ հետաքրքիր փաստեր ֆուտբոլի աշխարհի առաջնության եւ աշխարհի գավաթի մասին ու նաև առհասարակ ֆուտբոլի մասին հետաքրքիր փաստեր։ Եվ նաև հայկական ֆուտբոլի մասին։ Եվ նաև այո, հայկական ֆուտբոլի մասին, ինչը շատ կարևոր է, որովհետեւ որքան էլ խոսենք ֆուտբոլից ընդհանուր առմամբ, միևնույնն է մենք շատ ողջևորվում ենք, երբ մենք ենք հաջողություն գրանցում, դրա համար կանցադառնանք։ Ֆուտբոլի աշխարհի խաղերը նաև առանձնանում են իրենց հետաքրքիր երգերով։ Ամեն աշխարհի առաջնություն ունենում է իր հիթը, դրանց մեջ կարծում եմ ամենաներից մեկը Շակիրայի Վակա Վական է։ Մենք կկարողանանք այն լսել։ Կարողանանք, արի փորձենք։ Կա նաև J-Lo Pitbull, չէ՞, հայտնի, մեկ այլ soundtrack կարելի է երևի թե ասել, բայց եթե խոսում ենք ֆուտբոլից, պետք է Վակա Վական անպայման լսենք։ Անպայման վայելենք, վերադառնանք։ Choosing your battle, pick yourself up and dust yourself off and back in the saddle. You're on the front line, everyone's watching. You know it's serious, we're getting closer, this isn't over. The pressure's on, you feel it, but you got it all, believe it. When you fall, get up, oh, oh, and if you fall, get up, eh, eh. Samina, mina, sangalewa, 'cause this is Africa. Samina, mina, eh, eh. This time for Africa. Listen to your God, this is our motto. Your time to shine, don't wait in line. Y vamos por todo. People are raising their expectations. Go on and feed them, this is your moment, no hesitation. Today's your day, I feel it. You pave the way, believe it. If you get down, get up, oh, oh. When you get down, get up, eh, eh. Samina, mina, sangalewa. This time for Africa. Samina, mina, eh, eh. Waka, waka, eh, eh. Samina.
Սուրճ ու սեր առավոտից։ Եվս մեկ անգամ բարի լույս ենք ասում բոլոր նրանց, ովքեր հենց նոր են մեզ միացել, 9:58 Հայաստանի հանրային ռադիոյի ուղիղ եթերում շարունակվում է Սուրճ ու սեր առավոտից, ինչպես կասի Մարինան, ռադիոնախագիծը։ Այո, եւ մենք բարձր տրամադրությամբ շարժվում ենք առաջ, արդեն 2 րոպեից եթերը կփոխանցենք մեր գործընկերոջը Մարլենային, որովհետեւ ժամը 10-ին լուրերի թողարկումն է լինելու։ Բարի լույս, Մարլենը։ Բարի լույս գործընկերներ։ Հուսանք լավ լուրեր ունենք, չնայած վերջին օրերին դժվար է լավ տրամադրության մեջ մտնել, անընդհատ իրար հետևից հաջորդում են տագնապալի լուրեր, այնուամենայնիվ այսօր մեր լուրերում առավոտից խոսում ենք ֆուտբոլի մասին, որովհետև մանկական ֆուտբոլի օրն է նշվում աշխարհում, կա ֆուտբոլային ինչ-որ սիրելի թիմ կամ արդյոք հետևում ես Ես ֆուտբոլի երկրպագու չեմ, երբևէ չեմ եղել, չեմ սիրել երբևէ այդ մարզաձևը, բայց վերջին տարիներին սկսել եմ սիրել, որովհետև իմ տղան պրոֆեսիոնալ զբաղվում է ֆուտբոլով, իդեպ նրան էլ շնորհավորում եմ, եթե նրա օրն է, ես չգիտեի, շնորհակալություն, որ դուք ինձ օգնեցիք դա իմանալ, եւ հիմա արդեն այո հետևում եմ եւ սիրում եմ ֆուտբոլ, որովհետև դա իմ երեխայի նախասիրությունն է։ Մինչև այդ դու էլ էիր պատկանում այն մարդկանց շարքին, ովքեր ասում են ինչպես կարելի է 100 հոգով վազել մի գնդակի հետևից։ Եվ ոտքով հարվածել, այնուհետև վազել։ Մեկ գնդակ եւ այդքան խաղացող, ինչի համար։ Տանը պաստորեն ամենամեծ ֆուտբոլասերը ձեր որդին է։ Իմ որդին է եւ մեզ ներգրավել է ֆուտբոլասերների համայնք։ Իսկ ի՞նչն է նրան ոգեշնչում, ոգևորում։ Սիրում է մանկուց է շատ սիրում, զբաղվել է պրոֆեսիոնալ եւ այս պայն ունի հաջողություններ եւ ես արդեն կիսում եմ Ունի սիրելի ֆուտբոլիստ, որի մասին խոսում է կամում, պաստառները տանը փակցված են։ Պաստառներ չունենք, բայց առաջատար ֆուտբոլիստների Նեյմարին է շատ սիրում։ Ամենաշատը նրա անունն է։ Ես էլ եմ սիրում ժամանակին։ Հիմա Մբապեի դարաշրջանն է բացվել։ Խոսքը փոխանցենք Մարլենային, արդեն լսենք վերջին ժամի նորությունները։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, ժամը 10 է, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում ժամի լուրերն է ներկայացնում ռադիո լուրը, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանն է։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտարարություն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդ երկիր կատարելի կայցի կապակցությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին աշխատանքային այց կկատարի Թուրքիա, ասվում է հաղորդագրության մեջ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Ստամբուլում կհանդիպի վարչապետ Փաշինյանի հետ, նշել է պաշտոնյան։ Այսօր սպասվում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Թուրքիա։ Երևանը ավելի վաղ հաստատել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնելու է Թուրքիա։ Դատարանը հրապարակել է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը։ Դատարանը բավարարել է քննչական կոմիտեի միջնորդությունը, գործարարին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացվել։ Սամվել Կարապետյանին հունիսի 18-ին էին ձերբակալել։ Դատարանի դիմաց Կարապետյանի փաստաբանները 3 լրագրողներին տեղեկացրել են, որ բողոքարկելու են որոշումը։ Կասեցվել է Տաշիր պիցցա ընկերությանը պատկանող հանրային սննդի կետերից եւս 2-ի արտադրական գործունեությունը։ Ընկերության կողմից սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ներկայացված դիմումի համաձայն վերահսկողությունը իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող 30 հանրային սննդի կետերում, հայտնել է սննդի անվտանգության տեսչական մարմինը։ Հայ-իրանական մաքսատկետում իրավիճակը կառավարելի է, Իրանից դիմող փախստականներ այս պահի դրությամբ չկան, Մեղրու համայնքապետ Խաչատուր Անդրեասյանն է մանրամասնել։ 3 օր է Իրանից շարժ կա դեպի Հայաստան, բայց իրավիճակը կառավարելի է։ Մաքսատանը ես զրուցել եմ տեղափոխվող մարդկանց հետ։ Մաքսատունը նորմալ աշխատում է, խցանումներ չկան, ամեն ինչ
ընթանում է բնականon հունով, նշել է Անդրեասյանը։ Եվ անդրադառնալով Իրано-իսրայելական հակամարտությանը տեղեկացնենք, որ Իսրայելի բանակը հաստատել է, որ գիշերը հարվածել է Թեհրանին եւ այլ քաղաքների, հայտնաբերել եւ ոչնչացրել է Իրանից արձակված կասկածելի օդային թիրախ։ Իսրայելի բանակը նաեւ տարհանման նախազգուշացում է հրապարակել Թեհրանից հարավ-արևելք մոտ 250 կիլոմետր հեռավորությամբ գտնվող շրջանների բնակիչների համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ավելի վաղ տեսաուղերձում հայտարարել էր, որ Իսրայելը քայլ առ քայլ առաջ է գնում ոչնչացնելու Իրանի միջուկային եւ բալիստիկ հրթիռային կայաններից բխող սպառնալիքը։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ժամանակ առաջին անգամ միջին հեռահարության Սաջիլ երկաստիճան բալիստիկ հրթիռ է արձակել։ Միացյալ Նահանգների ազգային հետախուզական ծառայությունը դեռևս որևէ ապացույց չունի, որ Իրանում միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ են տարվում։ Երեկ հայտարարել է Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի փոխնախագահ Մարկ Վորները։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը մարտի 25-ին հայտարարել էր, որ Իրանը որևէ գործողություն չի ձեռնարկել ռումբ ստեղծելու համար, եւ այս երկուշաբթի մենք ստացանք հաստատում, որ հետախուզական տվյալները չեն փոխել, հավելել է դեմոկրատ սենատորը։ Արտաքին քաղաքականություն Twitter-ով վարելը խելագարություն է, բայց սա այն է, ինչ անում է այդ մարդը, ասել է Պաշտոնյան, ընդգծելով Թրամփը անտեսում է բոլոր հետախուզական տվյալները։ Եվ տեղեկացնենք, որ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները, ինչպես նաեւ Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վաղը Ժնևում հանդիպելու են Իրանի արտգործնախարարի հետ։ Արտաքին գործերի նախարարները կփորձեն գտնել Իրան-Իսրայել հակամարտության թեժ փուլից դուրս գալու ուղիները։ Բանակցությունների նպատակն է իրանական կողմից երաշխիքներ ստանալ, որ միջուկային ծրագրերը կօգտագործվեն բացառապես խաղաղ նպատակներով, նշում են միջազգային լրատվամիջոցները։ Օրվա լրահոսից այս եթերաժամի համար այսքանը, մինչև ժամը 11-ը։ Սուրճ ու սեր առավոտից։ Tell him. Այս արագությունը իմն ու մտքից մի բան է։ Իմ ազատությունը կարևոր է ու մաքուր է։ Իմ մտքերը քո մտքերը լավն է, բայց կարևոր է, չէ՞ որ ապականվել մենակ իմ ու քո ձեռքերում։ Անհնարին է մենակ այն, ինչը չես փորձել։ Բռնի այս արագությունը, քանի դեռ չես կորցրել։ Արի խոսենք մի քիչ, տխուր ես լավ էլի։ Արի խոսենք մի քիչ, ժպիտամ քեզ էլի։ Try. Ես փոխում եմ ապագան, դու գալիս ես թե գնամ, say try. Ես փոխում եմ ապագան, դու գալիս ես թե գնամ, say try. Ես փոխում եմ ապագան, դու գալիս ես թե գնամ, say try. Արի փոխենք ապագան։ Մտքից մի բան կա, շուրջս էլ կայծ կա։ Արագությունը ես ամեն ինչի իմաստն է, թե գաս հետս, շպիտ բեր հետդ, ոչինչ չի պակասի արագանում ա տեմպդ։ Անհնարին ամենակ են, ինչը չես փորձել, բռնի ես արագությունը, քանի դեռ չես կորցրել։ Արի խոսենք մի քիչ, տխուր ես լավ էլի։ Արի խոսենք մի քիչ, շպիտամ քեզ էլի։ Try. Ես փոխում եմ ապագան, դու գալիս ես թե գնամ, say try. Ես փոխում եմ ապագան, դու գալիս ես թե գնամ, say try. Ես փոխում եմ ապագան, դու գալիս ես թե գնամ, say try. Արի փոխենք ապագան։
Սուրճ ու սեր առավոտից։ Ապագան չգիտեմ, բայց փոխենք մեր տրամադրությունը ավելի լավը, չնայած Մարինան էլ նշեց, որ վերջին շրջանում աշխարհի տարբեր անկյուններից մտահոգող լուրեր են հասնում, մեզ մնում է մեր գործով չէ, երևի լավ զբաղվել եւ փորձել արդյունավետ աշխատել։ Յուրաքանչյուրս մեր ոլորտում, մեր գործով եւ ամենակարևորը, սա թվում է թե մանրուք է, բայց շատ կարևոր հանգամանք ու երևույթ է, բոլորին խնդրանք, սրտին շատ մոտ մի ընդունեք, աշխատեք այդ վատ լուրերը ձեր պրիզմայով չանցկացնել, որովհետեւ մենք չենք զգում, բայց մեզ վրա հոգեբանորեն շատ ծանր է ազդում եւ նստվածք է թողնում, որքան էլ որ լսում ենք վատ լուրեր, այո, ապրումակցումը կարեւոր է, ճիշտ է, բայց չպետք է թույլ տանք, որ այն մեր միջով այսպես անցնի։ Ցավոք վերջին շրջանում տարբեր չէ, մարտահրավերներ հաղթահարեցինք եւ կարծես մի փոքր էլ հիմա կոփվել ենք, բայց հուսանք, որ խաղաղությունը կգերադասվի ամեն դեպքում։ Շարունակենք մեր եթերը, խոսում ենք սպորտից, ֆուտբոլից, իդեպ նաև շատ մարզասերներ եւ մարզիկներ տարբեր ժամանակներում կանգնել են տարբեր հակամարտությունների կողքին եւ հաճախ նաև մարդասիրական կազմակերպությունների դեսպաններ են հանդիսանում ֆուտբոլիստները, որոնք փորձում են իրենց ձայնը բարձրացնել այս կամ այն խնդրի վերաբերյալ եւ եթերաժամի առաջին հատվածում հետաքրքիր փաստեր էինք խոստանում ձեզ ֆուտբոլի մասին, նաև ունենք փաստեր հայկական ֆուտբոլի մասին, ինչպես մենք դարձանք այս կամ այն ֆուտբոլային կազմակերպության անդամ, այժմ մի փոքր դրա մասին խոսենք, հետո արդեն րոպեներ անց տաղավարում կողջունենք մեր հյուրերին։ Ահա, հիմա ես փորձեմ ակտիվացնել, որովհետև ֆեդերացիայի կայքը մի քիչ դանդաղ է աշխատում։ Ես այդ ընթացքում հիշեցնեմ, որ Facebook-յան մեր լայվը շարունակվում է, Հայաստանի հանրային ռադիո փնտրեք, գտեք եւ բաժանորդագրվեք մեզ մեկնաբանությունների դաշտում, կարող եք թողնել նաեւ ձեր մեկնաբանությունները, ուղիղ կապի հեռախոսահամարը 553702 եւս գործում է, Տիկին Անահիտը մեզ զանգահարեց, բայց կապը կարծես հաջող չէր, հյուրերի ժամանակ փորձեք կրկին զանգել, հարց ուներ մեր մշտական ռադիո լսողը, արի ֆեդերացիայի կայքը ոչ մի կերպ չի ուզում ակտիվանալ եւ չի թողնում մենք ինֆորմացիան կարդանք, բայց մինչեւ այդ մենք ChatGPT այո, մենք մեր գործընկերոջը արհեստական բանականությանը հարցրել ենք հայկական ֆուտբոլի մասին հետաքրքիր պատմություն եւ փաստեր եւ մի քանի կետ է առանձնացրել, դրանցից առաջինը, որ Հայաստանը 92-ից հետո FIFA-ի եւ UEFA-ի անդամ դարձավ, ինչը թույլ տվեց ազգային հավաքականին մասնակցել միջազգային մրցաշարերին։ Երկրորդ փաստը, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջին պաշտոնական խաղը կայացել է 92 թվականի հոկտեմբերի 14-ին ընդդեմ Մոլդովայի եւ այն ավարտվել է 0-0 հաշվով։ Դեռ այն ժամանակ 0-0 հաշվով էր։ Երրորդ փաստը ChatGPT-ին չէ, որ մենք պետք է իմանանք, այն մասին է, որ Հենրիխ Մխիթարյանը համարվում է Հայաստանի պատմության ամենահայտնի եւ հաջողակ ֆուտբոլիստը, դե գիտենք, նա խաղացել է Դորտմունդի, Բորուսիայի, Մանչեսթեր Յունայթեդի, Արսենալի, Ռոմայի կազմում, այժմ էլ խաղում է Ինտերում եւ հայերով այսպես հերթով սկսում ենք երկրպագել այս ակումբներին, միգուցե մինչեւ այդ որևէ զգացմունք չենք ունեցել, այո, եւ նա դարձել է նաեւ Հայաստանի հավաքականի ռեկորդակիր, որպես ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստ եւ նաեւ հաճելի է, որ աշխարհում հաճախ մեզ ճանաչում են հենց նրանով, չէ՞, օտարերկրացիները։ Իդեպ այո, շատ Միկի են ասում, եւ երբ ասում ես Միկի չի, այլ Մխիթարյան ու ասում ես, որ հայ է, իսկապես կան մարդիկ, ովքեր չգիտեն, որ հայ է, բայց շատ սիրում են Հենոին եւ իր խաղը։ Եվ չորրորդը Հայաստանի բարձրագույն լիգայում տարբեր տարիներին խաղացել են նաեւ ակումբներ, որոնք ներկայացնում էին Արցախը, օրինակ Ղարաբաղի եւ Արցախի թիմերը։ Այո, FIFA-ի դասակարգման լավագույն ցուցանիշը Հայաստանն ունեցել է 2014 թվականին, զբաղեցնելով բավականին բարձր տեղ 30-րդը աշխարհում։ Հայկական ակումբներից առաջինը, որը ինչ որ բարձվի ChatGPT-ին ուղղակի հորինում է, չէ՞, շատ սիրուն մեզ հաջողանալու համար։ Եվ հայկական ակումբներից առաջինը, որը խաղացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, Փյունիկն է 22-23-ի սեզոնում անցնելով նախնական փուլեր, չնայած խմբային փուլի ուղեգիր չի ստացել, բայց պատմական հաջողություն գրանցել է։ Այո, նախորդ փաստը մենք անպայման մեր հյուրերից կճշտենք, որովհետև մի քիչ գիտեք ChatGPT-ն է, քնած է եղել, քնաթաթախ է եղել։ Բայց հայկական ֆուտբոլի փառավոր էջերից առանձնացրել է նաև հայտնի Արարատ 73-ի հաղթանակը, երբ դարձավ խորհրդային միության չեմպիոն 73 թվականին, հաղթելով ինչպես լիգան, այնպես էլ ԽՍՀՄ գավաթը, եւ դա իսկապես պատմական պահ էր, փոքր հանրապետության թիմը գերազանցեց Մոսկվային։ Ահա, վերջապես հայկական ֆուտբոլի պատմություն մենք ունենք ֆեդերացիայի կայքը, պաշտոնական կայքը
կյանքը ակտիվացավ։ Ֆուտբոլը Հայաստանում սկզբնավորվել է 20-րդ դարի 20-ական թվականներին, իսկ դարասկզբին Արևմտյան Հայաստանում Կոստանդնուպոլսում, Իզմիրում կազմավորվում են ֆուտբոլային թիմեր՝ Տորք, Արաքս, Հայաստան, Վասպուրական, Կիլիկիա, Արարատ, Համազասպ եւ այլն, որոնք մրցում են թուրքական ակումբների եւ գերմանական ու անգլիական ռազմանավերի նավաստիների հետ։ Այդ տարիներին են գրանցվում են առաջին հաջողությունները։ 11 թվականին Հայաստանը դառնում է Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած ֆուտբոլի մրցաշարի հաղթող, իսկ 1913-ին ուսումնական հաստատությունների առաջնությունում առաջին տեղը գրավում է Այնթափի քոլեջի Կիլիկիա թիմը։ 1923 թվականին Հայաստանում ստեղծված ֆիզկուլտուրայի եւ սպորտի գործերի կոմիտեն իր գործունեության առաջին իսկ օրերից ձեռնամուխ է լինում հանրապետությունում ֆուտբոլի զարգացման գործին, եւ այդ տարիներին իրենց ֆուտբոլային թիմերը հիմնադրում են մարզական ընկերությունները, արտադրական ձեռնարկությունները։ 1925 թվականի հոկտեմբերին Հայաստանում ստեղծված Դինամո ընկերությունը առաջին իսկ օրերից ձեռնարկում է համանուն ֆուտբոլային թիմի ստեղծումը։ Հետաքրքիր է, ես չգիտեի։ Հետաքրքիր փաստեր, այո, շատ կան։ Ասում են, որ հայկական ֆուտբոլի զարգացման գործում շրջադարձային է եղել 1924 թվականը, երբ հոկտեմբերի 13-ին Բաթումի նավահանգստում Խարիսխ գցեց Չիչերին շոքենավը, որով Մայր Հայաստան էին վերադառնում թուրքական եղեռնից մազապուրծ եղած հայ գաղթականները, եւ այդ օրը Բաթումի խաղադաշտում կայացել է ֆուտբոլային յուրօրինակ հանդիպում, որի արդյունքը իսկական անակնկալ էր խաղը դիտած հանդիսականների համար։ Հայ գաղթականներից կազմավորված թիմը 2-1 հաշվով հաղթեց այդ տարիներին Անդրկովկասում ուժեղագույնների թվին դասվող Բաթումի դինամոյականներին, եւ այդ խաղում իրենց վարպետությամբ հատկապես աչքի ընկան Սարգիս Ամիրխանյանը եւ Սահակ Աճեմյանը։ Մենք հայկական ֆուտբոլի պատմության էջերը դեռ կթերթենք, իսկ ովքեր առավել հետաքրքրվեցին, այո, խորհուրդ կտանք ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում ընտրել դրանք եւ ընթերցել, եւ Մարինա հիշում ես, մենք տարիներ առաջ ունեցել ենք Եվրատեսիլի մասնակից, որի երգը նվիրված էր Բարսելոնա, այո։ Եվ քանի որ այսօր պատանի ֆուտբոլիստների օրն է, լսենք այս երգը եւ արդեն մեր տաղավարում հյուրընկալենք նրանց, տեսնենք արդյոք Բարսելոնայի երկրպագու են թե բոյկոտեն մեր եթերը։ Որի թիմն էլ
Սուրճ ու սեր առավոտից։ Մենք վերադառնում ենք ուղիղ եթեր 10:07, այսօր մեր տաղավարը մի փոքր մարդաշատ է, որովհետև պատանի ֆուտբոլիստների ենք հյուրընկալել։ Հիշեցնենք, որ մեզ կարող եք զանգահարել 55 37 02 ուղիղ կապի հեռախոսահամարով։ Նաև ակտիվ եղեք Facebook-ում, հարգելի ռադիոլսողներ, որովհետև մենք սպասում ենք ձեր մեկնաբանություններին ֆուտբոլի հետ կապված եւ ոչ միայն փոքր ժամանակ ցանկացել ես ֆուտբոլի գնալ կամ խաղալ։ Ես մոռացա հարցնել։ Բայց հիշում եմ, որ ունեի Ռոնալդոյի այն մեր ժամանակների կանաչ տեղին, այդպես էր Բրազիլիայի մարզաշապիկը, դրա մարզաշապիկը ունի։ Իսկ ովքեր էին քո սիրելի ֆուտբոլիստները։ Դե Ռոնալդոն բարձր։ Ռոնալդո, հետո կար Ռոնալդինյո։ Ես շատ էի սիրում Կասիլասին։ Կասիլասը։ Դարպասապահեր, չէ՞, Կասիլասը ճիշտ եմ հիշում։ Սիրում էի Ռոբերտո Կարլոսին, շատ եւ երկրպագում էի Իտալիայի հավաքականը։ Օհո։ Mainstream չես եղել, Բրազիլիայի հավաքականի հետևից չես գնացել։ Բայց Ռիկի Մարտինի go երգի տակ շատ լավ պարում էի եւ աստվածային պարեր էինք բեմադրում ընկերուհիներով։ Իդեպ Բաքում էլ ենք խաղացել ֆուտբոլ աղջիկներով, ընդդեմ տղաների ու հաղթել ենք։ Անտիրը։ Տեսնենք թե մեր հյուրերը ինչ կասեն, մեր տաղավարում են Ուրարտու ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սաները, առաջինը նրանց ներկայացնենք Գրիգոր Նազարյանը եւ Դավիթ Մկրտչյանը, բարի լույս տղաներ։ Բարի լույս։ Եվ ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարը մեր գործընկերը, նաև ռադիոյի երկրորդ ալիքից Գևորգ Մալաքյանը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, շնորհակալ ենք, որ ձեր առավոտը սկսել եք մեզ հետ տղաներ, ձեզ շնորհավորում ենք, ձեր տոնն է այսօր։ Ինչու որոշեցիք զբաղվել ֆուտբոլով։ Ամենաառաջին հարցը եթերի ընթացքում մինչև ձեր գալը ես ու Սևակը դա ենք քննարկում, որ այո, ամեն մեկը ոգևորվում է ինչ-որ բանից, ոգեշնչվում է, ունի սիրելի խաղացող, ինչը ձեզ ստիպեց Հայաստանում զբաղվել ֆուտբոլով։ Ընտրեմ, ձեզնից սկսենք։ Դե փոքր ժամանակ շատ էի տանել, դրսում էլ շատ էի գնդակով աշխատում, խաղում, այտենց հետո ուզեցա գնամ ֆուտբոլի, դες գնացի ֆուտբոլի։ Տանացիները դեմ չէին, բոլորը կողմ էին, ողջունում էին այդ որոշումը, բայց մտածում էին, որ դա դառնալու է պրոֆեսիոնալ, թե ուղղակի ասում էին դե լավ, թող գնա մի քիչ խաղա, հետո կհոգնի, այլ բանով կզբաղվի։ Չէ, ասում էին, որ պետքա գնաս ու եթե պետքա գնաս, պետքա մինչև վերջ գնաս։ Ահա։ Դուք։ Ես էլ փոքր ժամանակ շատ էի խաղում գնդակով, այդ նաև դիտում էի ֆուտբոլ ու տենց շատ էի սիրում այդ սպորտը, 5 տարեկանից գնացի ֆուտբոլի։ 5 տարեկանից? 5 տարեկանից ընդունում են արդեն։ Այո, հենց ամենաճիշտ ժամանակահատվածը հենց 5 տարեկանն է, որ հենց այդ ժամանակին էլի ոնց որ սկսում զարգացնել ֆուտբոլիստին որպես տաղանդ, որպես աշխատասիրություն, հենց այդ տարիքում են էլի ամեն ինչ։ Հիմնակարը հենց 5 տարեկանից է գալիս։ Ովքեր էին այն ֆուտբոլիստները, որոնք ձեզ ոգեշնչեցին տղաներ։ Ում խաղն էիք տեսնում, ասում եք ես էլ եմ ուզում իրպես դառնալ։ Ես շատ եմ սիրում Մեսսիի խաղը։ Մեսսի։ Ահա։ Ես էլ Մեսսի։ Ահա, Մեսսի երկրպագ։ Երկուսն էլ Բարսելոնա երկրպագուներ են։ Ուրարտուից հետո Բարսելոնա երկրպագուներ։ Երկը շատ ճիշտ է եղել։ Իսկ մերոնցից հայերից հետևում եք մեր խաղերին։ Ինչ կարծիք ունեք հայկական ֆուտբոլի մասին։ Ճիշտ է ասել։ Լռությունը լավ չի էլի, այս պահին լռությունը մի բան ասեք։ Անկամ եթե ձեր կարծիքը այնքան էլ դրական չի, ճիշտ է ասեք, ինչպես նշեց Գևորգը։ Որ թիմային խաղանք, լավ արդյունքների կարանք հասնենք։ Ահա։ Նույն կարծիքին։ Դե ամեն անգամ պետքա ավելի լավ աշխատենք, ինչքան աշխատում ենք, դրանից 10 պատիկ լավ պետք է աշխատենք, որ կարողանանք մեր ուզածներին հասնենք։ Իսկ վերջին շրջանի ամենատպավորիչ խաղը Հայաստանի ո՞րն է եղել ձեզ համար։ Որ գուցե չենք հաղթել, բայց լավ ենք խաղացել, լավ փոխանցումներ ունեցել ենք։ Հայաստանի ֆուտբոլի հավաքական։ Նաև Ուրարտուի։ Հա, թող լինի նաև Ուրարտուի։ Իսկ թվում է Հայաստան-Թուրքիա խաղը։ Ինչով էր առանձնանում։ Դե խաղը շատ լարված չէր ու ամբողջ ի տարբերություն մյուս խաղերի ավելի հանգիստ էին խաղում։ Դրա համար էլ մեկ-մեկ ավարտեց հաշիվը։ Ահա, գոլ խփեցինք, չէ՞։ Այո, առաջինն էլ խփեցինք, այո։ Գևորգ, հիմա խոսքը տանք քեզ, մասամբ արդեն ասացիր, 5 տարեկանից պետք է սկսել։ Ինչ է պետք, հա, մանկապատանեկան ֆուտբոլում զարգացում ունենալու համար, նախ երեխաներից սկսենք, միայն ցանկությունը բավարար է, թե նախ ֆիզիկական պատրաստակամությունն է ստուգվում։ Կարծում եմ ցանկությունը ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, որ եթե երեխան ցանկանում է զբաղվել ֆուտբոլով, պետք է տալ ֆուտբոլի, որպեսզի նա զբաղվի ֆուտբոլով։ Դավիթը նշեց, որ ի սկզբանե պրոֆեսիոնալիզմի վերաբերյալ են
ուշադրություն դարձնում, բայց ես մի փոքր հակասեմ այդ կարծիքին, որովհետև փոքր տարիքում իհարկե հնարավոր չէ հասկանալ արդյոք դու ի վերջո կդառնաս պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ թե ոչ ու ընդհանուր առմամբ օբյեկտիվորեն պետք է այդպես նայել, որ ոչ բոլոր երեխաներն են կարողանալու դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ ու դա լրիվ նորմալ process է։ Կարծում եմ ցանկությունը, ֆիզիկական պատրաստվածությունը ու մոտիվացիան է ամենակարևոր հատկանիշները ու փոքր տարիքում, եթե դու չես կարող նայել ոչ միայն ունակություններին ֆուտբոլային, որովհետև հենց այդ տարիքում են զարգանում ֆուտբոլային ունակությունները, ցանկությունը, մոտիվացիան ու աշխատասիրությունն է, որ առաջնային պետք է նայվի երեխայի մեջ ու ըստ դրա կատարվի ընտրություն։ Ահա, մենք զանգ ունենք, ընդունենք եւ շարունակենք։ Բարի լույս։ Բարի լույս, կրկին հույսով եմ ինձ լսում եք, անորմալ։ Այո, Տիկին Անահիտ, համեցեք։ Ուրեմն իմ պատանի բարեկամներ, ես ձեզ մաղթում եմ բազմահազարանոց մարզադաշտեր, լիքը գոլեր, ոսկե գնդակներ, ոսկե խաղակոշիկներ, ինչ որ ինքները ձեզ համար կուզեք, Գևորգ ջան, թույլ տվեք իմ շնորհակալությունը հայտնել, ես շատ ուշադիր եմ եղել, լսել եմ ձեր մեկնաբանությունները Անգլիայի Պրեմիեր լիգայի շատ խաղերում, հիացել եմ, մեզ համար ովքեր տեսողության խնդիր ունեն, մեկնաբանների ոնց ասեմ, հետո ոգևորությունը շատ կարևոր է, որպեսզի մենք ավելի լավ իմանանք, թե ինչ է տեղի ունենում ֆուտբոլային դաշտում, իսկ դուք դա արել եք։ Ես ուզում եմ ձեզ, Գևորգ ջան, ձեր կարծիքը լսել մի քիչ ավելի հանգամանորեն, ուզում եմ հարցնել, այսպես խոսում ենք մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումից, ինչի շատ թույլ է մեր երկրում, ես Արարատի մարզից եմ Զանգահարում, մեր երեխաները գնում են, բայց ապագա չեն տեսնում, ինչ է լինելու, որովհետև խոչընդոտներ իրանց շատ են, չեն կարողանում, չգիտես, բանակի մարզական ակումբը ում է ծառայում, ինչի է ծառայում, ում են ընդունում, ում չեն ընդունում, էլ չասեմ, մեր ակադեմիաներում խաղալը, այդ մարզվելը, ավելի վարպետություն ձեռք բերելը ոչ բոլորի համար է հասանելի։ Այդ կուզենայի ձեր կարծիքը լսել էլի, առանց մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման, էլ ինչ ֆուտբոլ, շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք հարցի համար։ Փորձեմ պատասխանել օբյեկտիվորեն, քանզի Ուրարտու ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչ եմ, ամբողջ հայկական ֆուտբոլի մասին չեմ կարող պատասխանել, բայց ընդհանուր առմամբ կարծիքը շատ ճիշտ էր, որովհետև մասսայականացումը հայկական ֆուտբոլի, ընդհանրապես ֆուտբոլ ասվածի Հայաստանում մի փոքր թեր զարգացած է, հատկապես մարզերում։ Ուրարտու ֆուտբոլային ակումբը փորձում է տալ առավելագույնը, որպեսզի մարզերում եւս ֆուտբոլը զարգացում ստանա, այդ իսկ պատճառով Ստեփանավանում բացվելու է ակադեմիայի ֆիլիալ 2026 թվականին հույս ունեմ, որտեղ արդեն կփորձենք ամբողջ Լոռու մարզին ապահովել ֆուտբոլ, գոնե մինիմալ պայմանները, հա, չնայած որ մենք պատրաստելու ենք առավելագույնը հենց երեխաների համար ու ոչ միայն մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հետ կապված այո համամիտ եմ, որ ամենակարևոր ճյուղն է ու դա է դրանով է կախված զարգացումը հայկական ֆուտբոլի, որովհետև եթե մենք այս պայդրությամբ ունենք ազգային հավաքական, շատ կարևոր է իմանալ թե ովքեր են այդ հավաքականի գործող ֆուտբոլիստերին փոխարինելու հետո ու պետք է տեսնել թե օրինակ երիտասարդական հավաքականը տարիքային տարբեր հավաքականներ ինչպիսի ելույթ են ունենում, ինչ զարգացվածություն են ունենում, որպեսզի դու կարողանաս տեսնել թե 5-10 տարի հետո դու ինչ ֆուտբոլ ես ունենալու քո երկրում։ Չեմ կարող ավելի մանրամասն ասել օրինակ ԲԿՄ-ի պրոյեկտի մասին, կան կետեր, որոնց հետ համաձայն եմ, թե ինչու կա այդ պրոյեկտը, կան կետեր, որ համաձայն չեմ, թե ինչու կա այդ պրոյեկտը, բայց ընդհանուր առմամբ կարծում եմ որոշակիորեն արդարացված է, որոշակիորեն ոչ, իսկ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հետ կապված կարծում եմ պետք է ներդրում ունենան բոլորը անխտիր, որպեսզի ստանանք դրական արդյունք, իսկ այս պայդրությամբ կոնկրետ իմ սուբյեկտիվ կարծիքով բոլոր կողմերից ներդրում ու ջանք չի տրվում այնքան, որպեսզի մենք ունենանք լավ ֆուտբոլ։ Բարձր։ Ահա։ Ոչ եւ լավ եւ վատ վիճակ է փաստորեն։ Բայց մենք դա ենք խոսում եթերի ընթացքում, որ ամենակարևորը մենք ջայլամի տրամաբանությամբ առաջ չենք շարժվում, այսինքն մենք գիտենք մեր խոցելի տեղերը, մենք գիտենք այո ունենք աշխատելու տեղ եւ մենք գիտենք թե ուր ենք գնում, դա շատ կարևոր է եւ որքան էլ որ հիասթափություններ լինում են, շատ կարևոր է նոր սերնդին ոգևորել եւ ճիշտ ուղղությամբ տանել, որովհետեւ եթե այդ հիասթափություններով մենք առաջնորդվենք, ուղղակի այս երեխաները էլ չեն խաղա եւ չեն շարունակի։ Իհարկե, որովհետեւ եթե օրինակ եթե խոսում ենք պարտությունների մասին, ֆուտբոլում հնարավոր չէ միշտ հաղթել, ինչպես եւ կյանքում։ Շատ կարեւոր է թե ինչ կսովորես տվյալ պարտություններից ու ինչպես կփորձես աշխատել պարտությունների ընթացքում
գործած սխալները ուղղելու համար։ Դա ավելի կարևոր է։ Ինչպես եք մոտիվացնում, որն է գլխավոր մոտիվացիան։ Մենք ունենք լավ մասնագետներ ակադեմիայում, իրենց մարզիչները, լավ մոտիվատորներ են, լավ դաստիարակներ են, բոլոր մարզիչները, տղաները հաստատ կփաստեն, որ կարողանում են մարզիչները լավ մոտիվացնել, թիմային լավ ոգի ստեղծել, որպես ընտանիք են թիմում ու կարծում եմ դա ամենակարևոր հանգամանքներից մեկն է։ Շատ կարևոր է մարզչի դերը այս պարագայում երեխաների կյանքում, որովհետև ես ինքս անձամբ գիտեմ դեպքեր, երբ մարզչի ինչ-որ մեկնաբանությունից կամ վերաբերմունքից երեխան հիասթափվել է եւ այլևս կոտրվել է ու այլևս չի շարունակել եւ այդպիսի դեպքերը քիչ չեն։ Շատ կարեւոր է, որ մարզիչը ոգևորում է երեխաներին եւ տանում է առաջ ու այո, այստեղ հարցը միայն հաղթանակը չի, այլ այդ ամուր ոգին պահելը։ Այո, նայեք, մանկապատանեկան ֆուտբոլում հաղթանակ ասվածը չպետք է լինի առաջնային։ Այո, արդյունքը եւս շատ կարեւոր է, բայց առաջնային է այն, թե ինչ դու կսովորեցնես երեխային ու ինչպես նա կզարգանա քո տված գիտելիքով, ֆուտբոլային գիտելիքով։ Արդյունքը ավելի շատ կարևոր է, երբ արդեն, չգիտեմ, միջազգային ասպարեզում ես հանդես գալիս կամ այսինքն երիտասարդ ես, 16+ տարիքում, երբ արդեն դու հանդես ես գալիս X առաջնությունում, երբ արդեն դու հանդես ես գալիս տարբեր երկրների դեմ, տարբեր երկրների թիմերի դեմ, այդ ժամանակ արդյունքը եւս կարող է լինել առաջնային։ Բայց եթե մենք խոսում ենք ներքին առաջնությունների մասին, շատ դեպքերում հենց մանկապատանեկան ֆուտբոլում կան մարզիչներ, որոնք առաջնայինը նայում են արդյունքը, կարևոր է հաղթեն, կապ չունի թե իրենք ինչ են տալիս երեխաներին։ Կոնկրետ մեզ մոտ դա այդպես չէ, մենք փորձում ենք առաջնային տալ երեխաներին, թե որպես գիտելիք, թե որպես դաստիարակչական աշխատանքներ, թե որպես ֆուտբոլային որակներ, մեզ համար կարևոր է առաջնայինը, թե մենք ինչ կարող ենք սովորեցնել, հետո արդեն արդյունքը, որովհետև արդյունքը պետք է երևա վերջում, իսկ ճանապարհը այդ արդյունքի ավելի կարևոր է։ Շատ բարի, մենք շարունակենք դեռ զրուցել ֆուտբոլի մասին, նաև մեր ապագա ֆուտբոլիստների հետ փոքրիկ գովազդային դադարից հետո։ Սուրճ ու սեր առավոտից։ Տասնանցը 30 շարունակում ենք մեր ուղիղ եթերը, այսօր խոսում ենք մանկապատանեկան ֆուտբոլի մասին, պատահական չէ, ովքեր նոր են մեզ միացել, ասենք, որ ըստ համաշխարհային օրացույցի ՄԱԿ-ներ չէ սահմանել այսօրը, հունիսի 19-ը նշվում է որպես պատանեկան ֆուտբոլի օր եւ նաեւ պատանի ֆուտբոլիստների օր, ինչու՞ ոչ։ Այո, եւ ինչ որ միջոցառումներ այս օրերին անցկացվում են, մեզ մոտ նշվում է այդ օրը։ Ոչ։ Ինչը ցավալի է, այո, Հայաստանում չի նշվում այս տոնը, բայց ֆուտբոլը այնպեսին է, որ Հայաստանում ամեն օր է տոն ու երեխաները երբ որ գալիս են ակադեմիա մարզաբազա մարզելու, կարծում եմ դրանց համար ավելի մեծ տոն է, իրանք ավելի մանրամասն կարող են դրա մասին խոսել, փաստել, թե ինչպես է անցնում դրանց առօրյան հենց մարզաբազայում, ինչպիսի ֆուտբոլային կյանք են դրանք ունենում։ Տղաներ, կարող եք նշել 3 կետ, ինչի համար եք ուզում դառնալ ֆուտբոլիստ։ Ինչն է ձեզ տանում այդ 3 կետը, եթե դրանք ձեզ համար կան։ Գուցե կարող է 2 կետ է։ Մտածեք։ 3 կարևոր կետ։ Կարևոր 3 նպատակ միգուցե։ Ինչի համար դառնալ ֆուտբոլիստ։ Օրինակ, Սևակ, ինչի համար ես դու դարձել հաղորդավար 3 կետ։ Եկեք միջև դուք մտածում եք, զանգ ընդունենք։ Դու ես մտածում։ Բարի լույս։ Բարի լույս ձեզ։ Բարև ձեզ, ում հետ ենք խոսում։ Ժովիկ Խոշվեկյանն է զանգում ձեզ։ Շատ հաճելի է։ Ես կուզեի ասել պատճառները էլի մեր երեխայի պատանիներին զարգացնելու համար պետք է իմ թորնիկս էլ ակադեմիայում պարապել ու 5 տարեկանից։ Ահա։ Շատ լավ պարապում էր, սիրում էր, նույնիսկ իր տրիները միշտ կողքներ պահում, ասենք 6 ամիսը մեկ ջոկում էին, տենում էին ով հեռանկար ունի, պահում էին, ով չէ, ասում էին դու թող ֆուտբոլը մի արի։ Ես մեկ օր հարցնում են, չէ, ասում էր, պրոբլեմ չունեք, ինքը շատ լավ աղում, ինքը հեռանկար ունի։ Ուրեմն մոտ 3-4 տարի պարապեց, հետո տրիները փոխվեց,
ուրիշ տրիներ եկավ։ Մեր թորս անկեղծ ասեմ, երևի մի քիչ լեզվանի էր, ու մի քիչ կարող է ապարտացել էր, տրիների դուրը չեկավ, տրիները նստացրեց իրան զապաս, էլ չէր խաղացնում, երկար ժամանակ, ու ես երեխուն հավեսից քցեց, ու ես երեխեն դուրս եկավ, ուզում եմ ասեմ հայրենասիրությունը ու կարևորը պետք է տրիներները նայեն, մի քիչ է դաստիարակության վրա իրանք էլ զբաղվեն, չնայեն իր ասածին կամ մեծամտածելը թող պատժեն, բայց թող նաև խրախուսեն, էլի, որ այդ երեխեն եթե ունի հեռանկար չհանեն, էլի, ֆուտբոլից, չկոտրեն երեխեքին, էլի, այլ ընդհակառակը մի ձև գտնեն մոտենալու, որ ինքը շարունակի ֆուտբոլը, որովհետև այդ ժամանակի հետ սաղանցողի կա, բայց իր պարգևը, որ ունի Աստծուց արդեն բան կանի, կնու ազգի համար օգուտ կլինի բոլորիս, էլի մի քիչ ազգասեր ելնեն տրիներները ու առաջի տեղը դնեն երեխու ունակությունները, էլի։ Պարզ է, ձեր կարծիքը, մենք այո այդ մասին խոսում ենք։ Մեկ դեպք չէ, տարածված է, յուրաքանչյուր ոլորտում էլ Մարինան էլ նշեց, ոչ միայն ֆուտբոլի, չէ, հաճախ լինում է, որ ուսուցիչները իրենց վերաբերմունքով ճակատագրական դեր են խաղում այլ տեսանկյունից։ Քանի, ես երբ որ առաջին անգամ ընդունվում էի աշխատանքի եւ գնում էի պրակտիկայի, պրոդյուսերս չգիտեր ինձ ոնց ասել էլ մի արի, դա հետո եմ իմացել իհարկե, բայց ես չէի հանձնվում եւ մինչեւ վերջ գնացի ու հիմա այստեղ նստած եմ, ուզում եմ ասել, որ պետք չի հանձնվել ամեն դեպքում եւ եթե երեխան ունի ունակություններ, այնուամենայնիվ որքան էլ մարզիչը, չգիտեմ, պրոդյուսերը, տնօրենը ասի քեզ մոտ ոչինչ չի ստացվի, պետք է գնալ առաջ, եթե գիտես, որ դու կարող ես։ Ինչն էլ այդ համառությունը շատ կարեւոր է այս պարագայում, որպեսզի մանավանդ սպորտում, որ հասնես հաջողությունների, որովհետև եթե այդպես ամեն ինչից կոտրվես, դա նշանակում է, որ դա ուղղակի քո տեղը չէ եւ դու քո տեղում չես։ Այո, շատ կարեւոր է մոտիվացիան մշտապես պահելը ֆուտբոլում, յուրաքանչյուր մարզաձևում, որովհետև վերելքներ եւ վայրեջքներ շատ են լինում ու կախված է ավելի շատ թե վայրեջքից դու ինչպես կարձագանքես, դու ինչպես կմոտիվանաս, կպայես մոտիվացիա թե ոչ, ու դրանից է արդեն երևում ով է ավելի ուժեղ տվյալ սպորտաձևում ու ոչ։ Միանշանակ։ Եվ տեսնենք մեր պատանիները մտածեցին Մարինայի բառ, ինչ որ քննության պես բաներ, հա, այդպես այդ հարցը ուղղակի զուտ հետաքրքիր է։ Օրինակ, չգիտեմ, ուզում եմ դառնալ Մեսիի պես, որովհետև Մեսին էլ է հաջողություն գրանցել, որովհետև մեր Հենոն հիմա Ինտերում է, այդքան առաջ է գնացել ու այդպես շարունակ։ Ես ուղղակի միայն Հենոին ու Մեսոին գիտեմ։ Եթե հայրեներ Փորձեմ օգնել, կարծում եմ յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի, հայ երեխայի պատանի երազանքը կրել Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը, հանդես գալ, ներկայացնել հայոց եռագույնը միջազգային մրցասպարեզում ու բացի դրանից յուրաքանչյուր ակումբում, որտեղ նրանք հանդես են գալիս, խաղալ հիմնական թիմում, որովհետև կոնկրետ Հայաստանում շատ կարևոր է ունենալ սաներին հիմնական թիմում, խաղալ հենց սաներով ու Ուրարտուի փիլիսոփայությունը հենց կայանում է դրանում փորձել շանս տալ հայ ֆուտբոլիստներին ավելի շատ, քան հիմնվել արտասահմանցի ֆուտբոլիստների վրա ու կարծում եմ այդ երկու հիմնական բաղադրիչները, որոնք պետք է մոտիվացնեն երեխաներին Հայաստանի ազգային հավաքական ու տվյալ ակումբի հիմնական կազմ։ Լավ, ավելի պարզ հարց տանք մեր պատանի ֆուտբոլիստներին, կա խաղ, որին կուզեիք հենց մարզադաշտից հետևել, նշեցիք Բարսելոնայի երկրպագուներ եք, որ հանդիպմանը կուզեիք լինել։ El Clásico-ին, Բարսելոնա Ռեալ Մադրիդ։ PSG Ինտեր։ PSG Ինտեր։ Ինտեր, որովհետև Հենոն է Ինտերում։ Հա, Հենոյի համար ամե շատ լավ խաղեր գնում, ափսոս Հենոն պարտվեց։ Ահա։ Ոչինչ, պարտությունները եւս իրավունք ունեն գոյության, որովհետև դրանց հիման վրա մենք սովորում ենք եւ գնում ենք դեպի հաղթանակներ։ Մենք ունենք զանգ։ Էլի զանգ ունենք, տեսնենք ով է այսօր միացել։ Ալո։ Բարև ձեզ։ Ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Լսում եք։ Խնդրում ենք իջեցրեք ռադիոն թունիչի ձայնը, մեզ լսեք հեռախոսով։ Թեմանին այնքան սրտակից է, որ միանշանակ կողքով անտարբեր չկարողացել։ Ես մարզից եմ, Լոռու մարզից եմ, Կիլակարակ համայնքից եմ։ Ուրախ եք շատ։ Ես շատ եմ ցավում, որ մեր մարզերում ընդհանրապես մենակ մեր մարզերը չի էլի, ես բոլոր մարզերում, գյուղական հայրերում, համայնքներում, բնակ մարզադաշտ դաժե, մարզադաշտ հասկացողությունը չկա։
Բա որտեղ են խաղում երեխաները։ Ոչ միտեղ Չեն խաղում։ Ոչ միտեղ չեն խաղում։ Հիմա անգամ ցավոտ է, ես 80-ականների ժամանակ ես այն ժամանակ 69 տիպ տղա եմ։ Մենք ոնց ենք խաղացել, հիմա զբաղմունքը բացարձակ չկա, ու ես 100% կարամ ասեմ ես մարզերից ծնված երեխեքը նոր կարող են Մխիթարյաններ լինել, նոր Մեսիներ լինել, նոր ես Հովանեսյաններ լինել։ Պետք է էլի խնդրում եմ, եթե եթերում եմ ես, եթե ես եթերը միանշանակ իր դրական փոսը կհաղորդի մեր բոլոր ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներին, համայնքապետերին, ուշադրություն դարձնեն, էլի ես երեխեքը մեղք են ուղղակի։ Շնորհակալ ենք շատ Այո, սա այն զանգի խնդիրն է, որի մասին շատ ենք խոսում, որ ենթակառուցվածքները բավարար չափով զարգացած չեն, ինչքան էլ խոսում ենք մոտիվացիայից, մարզիչներից, բայց նաև պետք է Իհարկե, պետք է տրամադրել նաև հնարավոր բոլոր պայմանները, որպեսզի այդ մոտիվացիան մնա, երեխաները մարզվեն։ Լոռու մարզից էր զանգը, ես նշեցի, որ մենք Լոռու մարզում արդեն սկսել են աշխատանքները նոր ակադեմիայի ֆիլիալի ու հուսամ դա ինչ որ չափով կօգնի Լոռու մարզին, երեխաներին զբաղվել ֆուտբոլով, անել այն, ինչը նրանք սիրում են։ Այո, տեղին զանգեր փաստորեն, չափով ունենք հարցի պատասխանը, եւ նաեւ երեխաներից ճշտենք ձեր առօրյան ինչպես է անցնում, դասերի հետ ինչպես եք համատեղում, այս տարիքում շաբաթական քանի անգամ եք մարզվում եւ արդյոք մարզումներից զատ նաեւ փողոցում եք խաղում, արդեն գերազանցում եք ձեր բակի տղաներին, ովքեր ուղղակի սիրողական մակարդակով են զբաղվում ֆուտբոլով։ Մենք շաբաթական առաջնության ժամանակ պարապում ենք 4 պարապունք, 1 խաղ ու բացի միայն պարապունքից մենք նաև պետք է դրսում պարապենք, որովհետև միայն պարապունքը բավարար չէ, որ մենք մեր երազանքին հասնենք։ Ահա։ Ձեր գրաֆիկն էլ է նույնը։ Իրանք մի թիմից են։ Ահա։ Դե միգուցե Բաքում ավելի շատ ես դու խաղում։ Բայց Բաքում միանշանակ առանձնանում եք երևի ձեր ընկերներից ձեր խաղով, որակով խաղի, տեսնում են ձեր խաղը, ավելի են ոգևորում, իսկ իրենք չեն ուզում կամ չեն փոշմանում, որ չեն գնացել ֆուտբոլի, այսինքն ավելի պրոֆեսիոնալ ձևով մասնակցելու, տեսնելով ձեր պրոֆեսիոնալիզմը։ Փոշմանում են։ Փոշմանում։ Լավ օրինակ եք դուք Բաքի տղաների համար զանգ ունենք էլի, մեր թեման այսօր շատ հետաքրքիր է ռադիոլսողներին։ Արո բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Շնորհակալ եմ Սևակ եւ Մարին Ադրբեջանից հաղորդման համար։ Ես ձեր մշտական ընկերներն եմ, նրա հրազդանից եմ անունը Սրաչա Հովանեսյան։ Պարոն Հրաչ, շատ ուրախ ենք, լսում ենք ձեզ։ Ֆուտբոլից եք խոսում, ես առաջ անգամ եմ ձեզ զանգում, բայց տարիներով լսում եմ ձեզ միշտ։ Շնորհակալ ենք։ Իմ եղբոր աղջիկը Ուրարտուի մախաղում, եղբորս թող, այսինքն ոչ թե աղջիկը։ Ահա։ Հովանեսյանն արել Իսկ նա ճանաչում եմ, ինքը ռունգարկույա 3 մրցանակ ունի։ Ահա։ Որ ռունգարկույա գոլերի քանակով եւ իր խաղով։ Բրավո, շնորհավորում ենք։ Բարի Ուրարտուն առաջի տեղը որ մեծ ոնց որ աղջիկների թիմի մասին խոսքը Հայաստանում։ Ես շնորհակալություն եմ ուզում հայտնել մարզիչներին, որ մեր երեխային հասցրին այդ աստիճանի։ Շնորհակալ ենք ձեզ զանգի համար, եթե այսքանն էր ձեր ասելիքը։ Տեսնում եք հարգելի ռադիոլսողներ, կա նաև մեդալի հակառակ կողմը, այնքան են ոգևորում երեխաներին, խաղացողներին, որ մեծ հաջողություններ են գրանցում, այսինքն այստեղ միանշանակ ոչինչ չկա, միանշանակ կարող է լինել միայն մեր ցանկությունը այստեղ, որ մենք շարժվենք առաջ։ Իդեպ լավ թեմայի անդրադարձավ նաև աղջիկների ֆուտբոլը, մանկապատանեկան ունենք խմբեր նաև աղջիկների համար։ Այո, իհարկե, ունենք մանկապատանեկան խմբեր, ունենք նաև հիմնական թիմ, որոնք խաղում են բարձրագույն խմբում, կանանց բարձրագույն խմբում, ունենք նաև 2 մանկապատանեկան թիմ, ընդունելությունը հենց այս պայդրությամբ բաց է, այնպես որ ցանկացողները, ովքեր սիրում են ֆուտբոլ, ուզում են խաղալ ֆուտբոլ, բայց չեն գտնում տեղ, աղջիկների մասին է խոսքը, Ուրարտու ֆուտբոլի մասին է խոսքը։ Փոքր տարիքից արդեն ընդունելություն կա, 5-6 տարեկան մաքսիմումը տարիքային ես կարող եմ գալ։ Իհարկե, փոխանակվեն կոնտակտներով, համեցեք։ Ահա, Մարինան առաջարկ ստացավ, տրանսֆերային արժեքը ինչքան է։ Տարեկան թե Մայդեպ այդ շրջանն է, չէ՞։ Այո, տրանսֆերային պատուանը պաշտոնապես բաց է, համարային այդ հատվածն է, այո։ Այնպես որ կարող ենք սկսել հանրային ռադիոյի բանակցությունները։ Որպես գոլեգաներ ես զեղչ կանեմ Մարինային։
Այսպես էլ ավարտենք այսօրվա մեր եթերը, մեր պատանիներին մեծ հաջողություններ մաղթենք։ Նախ թող ձեր երազանքը իրականություն դառնա, դիտեք ձեր սիրելի ֆուտբոլային ակումբների հանդիպումը եւ ինչու ոչ արդեն դուք էլ ինչպես Գևորգը նշեց գլխավոր մոտիվացիան է հայտնվեք կարևոր ակումբների եւ այս դեպքում Հայաստանի ազգային հավաքականի կազմում տարիներ անց մենք էլ հպարտանանք Մարինայի հետ գանք մարզադաշտ ասենք մեր հյուրերն են եղել։ Շնորհակալ ենք, ձեզ հաջողություն ենք մաղթում, շնորհակալ ենք շատ։ Ձեզ ենք շնորհակալ։ Հիշեցնենք այսօր մեր տաղավարում Ուրարտու ֆուտբոլային ակումբից էին մամուլի քարտուղար Գևորգ Մալաքյան եւ մեր պատանի ֆուտբոլիստները Դավիթ Մկրտչյանը ու Գրիգոր Նազարյանը։ Դե ինչ մինչ մենք ճանապարհում ենք մեր հյուրերին լուսանկարվում ենք, այս ընթացքում լսում ենք հերթական երաժշտական կատարումը եւ վերադառնում ու շարունակում։ Sisters Moshovan, the holy land of the Ark of Hayastan. For centuries we have tried to keep our peace and our pride. Our faith has kept us so on through the hardest times. Ov knatsa verjelek, ov artunetsit hambek, turimanan yegelek mek. Yegelek anku belinek, ute deshvar pahelinek, yerkovun navagov bidi. ու շարունակում ենք խոսել ֆուտբոլի, սպորտի մասին, մենք զանգ ունենք ռադիոլսողից, տեսնենք ով է մեզ միացել։ Բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ, լսում ենք։ Ես ուզում եմ անդրադառնալ երեխաների խաղատեղին նախորդ զրուցակցի հետ։ Ուրեմն երեխաները ես զանգահարում եմ Արտաշատի Դալակ գյուղից եւ երեխաները խաղում են փողոցում, խանգարում բոլոր հարևաններին, մեկը իմ տարածքում դարպասի դեմը, մեկը մյուս հարևանի, մի խոսքով բոլորին խանգարում են, բայց ու այստեղից խեղճ երեխեքին քշում ենք
գնում են մյուս հարևանի դեմն տարածքում են խաղում մյուս հարևանի տարածքում ուրեմն երեխան մեղք չունի բայց բնակիչներն էլ մեղք չունեն ու ես անընդհատ նրանց քանդած տեղերը պետք է կարողանամ հարթեցնել շահ տալ ավլել սրբել որպեսզի ես էլ կարողանամ իմ տարածքից օգտվեմ նորմալ ձևով ես խնդրում եմ այդ հարցին պետք է անդրադառնալ գյուղապետարան է, մարզպետարան է, քաղաքապետարան է, չգիտեմ, բայց երեխաները մեղք չունեն, պետք է խաղան, դա մեր ցանկությունն է, որ երեխաները խաղատեղ ունենան, բայց բնակիչներն էլ դրա համար անընդհատ չդժգոհեն ու վնասեն երեխաների խաղերից առաջացած այդ, չգիտեմ, քարուքանդից, այդպես ասած։ Շնորհակալ ենք զանգի համար, պարզ է ձեր բարձրաձայնած հարցը, կարևոր է որ դուք էլ գիտակցում եք, որ երեխաները իսկապես մեղք չունեն, որովհետև փոքր տարիքում բոլորս ունեցել ենք, չէ՞, նման հարևաններ, որ ասում են գնդակը կվերցնենք եւ կճղենք, հետ չենք տա, բայց ես խորհուրդ կտանք այս հարցով անպայման դիմել ձեր համայնքապետարան, մարզպետարան, քանի որ իսկապես երեխաները իրավունք ունեն խաղով զբաղվելու եւ մեկը մյուսի դռնից քշելով, այսպես հարցը չի լուծվում։ Մեր ժամանակ այդքան չկային խաղադաշտեր, նոր են վերջին տարիներին են սկսել համայնքներում այսպես կերում գեղեցիկ ձևով խաղադաշտեր կառուցել, օրինակ մեր ժամանակ էլի Բաքում էինք խաղում։ Եվ եթե մի բան գնում էինք հարևանի տուն, հարևանի տնից վերցնում էինք այդ գնդակը, սիրով տալիս էին, ոչ ոք չէր բողոքում։ Պետք է փոխհավատ լուծման գալ, ամեն դեպքում այո, իսկապես երեխաները իրավունք ունեն իրենց տարածք ունենալ, խաղալու, հատկապես ֆուտբոլը ենթադրում է այսպես բակային միջավայր ու բակային տրամադրություն։ Մենք ունենք մեկնաբանություն, Սիրուշ Աբրահամյանն է գրել, բարև ձեզ անչափ սիրելի հաղորդավարներ ջան, շնորհակալ ենք։ Շնորհավոր այս հրաշալի օրը, շատ կարևոր թեմա է, որը վերաբերում է երեխաներին, այն ուղիղ կապ ունի առողջության հետ։ Իմ տղան էլ ունի մանկապատանեկան ֆուտբոլի թիմ։ Երեխաները անչափ երջանիկ են, որ Ավշար գյուղում եւ շարունակություն չկա։ Երևի թե կա խաղահրապարակ, միգուցե թող այդպես լինի, իսկապես շարունակությունը զանգ ունենք։ Էլի զանգ, բարի լույս։ Բարև ձեզ։ Ես ընդհանրապես մի նախադասություն եմ ուզում ասել, որ այնքան խաղահրապարակ, ինչքան որ հիմա արվում է, երբեք չի արվել։ Եվ միանգամից այդ ամեն ինչը անել հնարավոր չի, բողոքները հասկանալի են, բայց արված բացահայտ աշխատանքը բակերում, երբ որ գարաժները հին քանդում են եւ նոր տարածքներ են սարքում երեխաների համար, դա երբեք այսպիսի մասշտաբով չի եղել։ Ձեր անունը կասեք։ Պետք չի այդպես վատատես լինել եւ լավը չտեսնել, ընդհանրապես այդ։ Ձեր անունը կասեք։ Ահա, շատ կարճ եւ կոնկրետ զանգը, չցանկացավ ներկայանալ մեր ռադիոլուսողը, բայց տպավորություններ, որ համայնքապետարանի ներկայացուցիչ է զանգել եւ այսպես ասում է, մենք անում ենք ամեն ինչ, մի բողոքեք։ Այո, միգուցե Երևանում արվում է, բայց գիտենք, որ անհամաչափ է զարգացած մեր երկիրը ցավոք եւ մարզերում, համայնքներում այն խնդիրները, որոնք մայրաքաղաքում կարծես թե լուծված են թվում, շատ սուր են, բայց անդրադառնանք մարզական արդեն այլ նորությունների, մեր խնդիրները թողնենք մի կողմ եւ ինչպես նշեցինք, Գևորգն էլ փաստեց տրանսֆերային այդ պատուհանի շրջանն է, տարբեր ակումբներ գնում են նոր ֆուտբոլիստներ, ձեռք են բերում, ինչքան էլ այս արտահայտությունը այդքան էլ լավ չի հնչում, բայց այդպես է, սա այն շրջանն է, երբ ակումբներ իրենց կազմը համալրում են նոր մասնագետներով, իսպանացի դարպասապահ Ժոան Գարսիան պաշտոնապես դարձել է Բարսելոնայի ֆուտբոլիստ, այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, վաղը ուրբաթ օրը խաղացողը կստորագրի 6-ամյա պայմանագիր մինչև 2031 թվականի հունիսի 30-ը փակ արարողություն է տեղի ունենալու ակումբի գրասենյակում 24-25 մրցաշրջանում ֆուտբոլիստները կհիշեն 24-ամյա Գարսիան Էսպանյոլի կազմում անցկացրել է 38 խաղ եւ ըստ տրանսֆեր մարքետի դարպասապահի շուկայական արժեքը 25 միլիոն եվրո է։ Ահա, ակումբային աշխարհի առաջնություն Մանչեսթեր Սիթին 2 անպատասխան գնդակ է ուղարկել Մարոկոյի Վիդատ Կասաբլանկայի դարպասը FIFA-ի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի G խմբի առաջին տուրում Մանչեսթեր Սիթին փաստորեն 2-0 հաշվով հաղթեց քաղաքայինների կազմում գոլերով աչքի ընկան Ֆիլ Ֆոդենը եւ Ջերեմի Դոկուն համապատասխանաբար խաղի երկրորդ եւ 42-րդ րոպեներին Գվարդիոլայի գլխավորած թիմը խաղը ավարտեց 10 հոգով 88-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց Ռիկո Լյուիսը այս հանդիպման ընթացքում Մանչեսթերյան Գրանդի կազմում իրենց նորամուտը նշեցին կիսապաշտպաններ Ռայան Շերկին եւ Տիջանի Ռեյնդերսը նաև պաշտպան Վիտոր Ռեիսը։ Ահա, շարունակենք ֆուտբոլը երբեք հեռու չէ քաղաքականությունից եւ օրինակ լեգենդար Քրիստիանո Ռոնալդոն նվեր է մատուցել
ոչ ավել ոչ պակաս Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին նա նվիրել է իր ստորագրությամբ անհատականացված մարզաշապիկ, այս մասին Սպիտակ տան ներկայացուցիչները X-ի միկրոբլոգում են հայտնել, ֆուտբոլիստը մարզաշապիկի վրա գրել է նախագահ Դոնալդ Թրամփին, որը հանդես է գալիս հանուն խաղաղության։ Այս վիճելի օրերին աշխարհում ինչ ասես կատարվում է, բայց Քրիստիանոն որոշել է այո նման նվեր մատուցել ԱՄՆ նախագահին, նվերը իդեպ հանձնել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, պարզապես մեկը չի փոխանցել այս նվերը եւ այս մասին կա նաեւ համացանցում տեսանյութ, թե ինչպես է նվերը հասնում տեղ Միացյալ Նահանգներում։ Եվ Թրամփը շատ ուրախ դեմքով էր հիացած էր նվերով։ FIFA-ի աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի H խմբի առաջին տուրի մասին էլ խոսենք, որտեղ Մադրիդի Ռեալը եւ Սաուդական Ալ-Հիլալը ոչ ոքի են խաղացել 1-1։ Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին սերուցքայինների կազմում բացել է Գոնսալո Գարսիան, 7 րոպե անց 41-րդ րոպեին Ռուբեն Նևեշը Ալ-Հիլալի կազմում անվրեպ իրացրել 11 մետրանոց հարվածը, վերականգնելով հաշվի հավասարակշռությունը։ Խաղի հիմնական ժամանակի վերջին րոպեին 11 մետրանոցը չկարողացավ հստակ իրացնել մադրիդցիների ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։ Արքայական ակումբի կազմում նորամուտը նշել է թիմի նորեկ տրենդ Ալեքսանդր Արնոլդը։ Հաջորդ տուրում արքայական ակումբը կմրցի Պաչուկայի, իսկ Ալ-Հիլալը Զալցբուրգի հետ։ Շատ խոսեցինք այսօր սպորտից, անդրադառնանք նաև այլ լուրերի, Մարինա, օրինակ 3 համացանցում տեսա եւ անպայման ուզեցի այսօր քեզ հետ կիսվել այս լուրով, ասում են, որ Մադոննան եւ Ռոմի նոր պապը ազգականներ են։ Անսպասելիորեն, այո, ազգակցական կապ է հաստատվել նոր Ռոմի պապի եւ Մադոննայի միջև, գիտենք Ռոմի պապը վերջերս մայիսի 8-ին ընտրվեց, չնայած երկչու երկարատև հակասություններին կաթոլիկ եկեղեցու հետ տոհմաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք 9-րդ կարգի զարմիկներ են, այսինքն մի քիչ հեռավոր, բայց ազգակցական կապ կա։ Սենսացիոն այս հայտնագործությունը արել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Հենրի Լուի Գեյթս կրտսերը եւ ձեր արմատները գտնել է հաղորդման հաղորդավարն է նա ու հենց եթերում էլ հայտնել է այս մասին։ Մադոննան էլ բնականաբար սպասեցնել չի տվել ու հենց իր Instagram-յան story բաժնում հայտարարել է դրա մասին, հրապարակել է կոլաժ, ինքն է Լևոն Պապը եւ գրել է իմ հեռավոր ազգականը։ Փաստորեն Հռոմի Պապը վերջին շրջանում շատ է հայտնվում արևմտյան շոու բիզնեսի եւ առհասարակ շոու բիզնեսի էջերին, որովհետեւ հոլիվուդյան դերասան Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նորընտիր Հռոմի Պապի հետ։ 85-ամյա դերասանը հանդիպել է Լևոն 14-րդի հետ Վատիկանում։ Ներկայումս Պաչինոն գտնվում է Իտալիայում, որտեղ նկարահանվում է Մազերատի ավտոմագնատ եղբայրների մասին ֆիլմում։ Նրա հետ է եղել ֆիլմի պրոդյուսեր Վոլինոն։ Մեզ համար մեծ պատիվ է հայտարարել, որ այսօր առավոտյան նորին սրբություն Հռոմի Պապ Լևոն 14-րդը ընդունել է Մազերատի The Brothers ֆիլմի պատվիրակությանը, որի կազմում էին Օսկարի դափնեկիր դերասան Ալ Պաչինոն եւ ֆիլմի պրոդյուսեր Անդրեա Իերվոլինոն, գրել է պրոդյուսերը, եւ լուսանկարում երևում է, թե ինչպես է նա Պապին նվիրում ապակեպատ արկղում գտնվող հուշանվեր մեքենա, մինչդեռ Պաչինոն նայում է։ Ահա, հետաքրքիր է նորընտիր Հռոմի Պապը փաստորեն ազգակցական կապ ունի, թեև հեռավոր Մադոննայի հետ եւ նաեւ շոու բիզնեսի ներկայացուցիչների հետ արդեն սկսել է հանդիպումներ անել։ Ինչեր ասես, որ չեն կատարվում աշխարհում, ցավոք էլի ենք ասում, վերջին շրջանում մտահոգիչ լուրերը շատ են, բայց դրանց կողքին կան փաստորեն նաեւ նմանատիպ ինչ որտեղ զավեշտալի նորություններ։ Եվ շատ կարեւոր է օրը լցնել այս վատ լուրերի ֆոնին, օրը լցնել դրական լուրերով, դրական ինֆորմացիայով եւ բարձր տրամադրություն փոխանցել ինքներդ ձեզ, որովհետև մենք ենք ստեղծում մեր տրամադրությունը, պետք չէ սպասել, որ ինչ-որ մեկը գալու է եւ մեզ փրկի կամ մեզ ուժ տա։ Շատ կարեւոր է այս ամենի մեջ գտնել փոքրիկ ինչ-որ բաներ եւ դրանցով ուրախանալ եւ իհարկե ուրախացնել նաեւ շրջապատին։ Այո, եւ վայելել ամառը Երևանում, այսքանով մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս, կհանդիպենք վաղը եւ միասին կսկսենք աշխատանքային շաբաթվա վերջին օրը։ Ձեզ մաղթում ենք օրվա լավ շարունակություն եւ բարձր տրամադրություն։ Երևանում սպասվում է տժժիկ եղանակ։ Հյուսիսային Բողոտան անունը չի արդարացնում, հանվածնում արևն ու երման ասֆալտին ապարկացնում, շոքից նույնիսկ ծառերը հովուստներ են ման գալիս, միևնույն է Երևանը ձգում է ինչպես մագնիս, հունիս թե հուլիս, սովելիս, պիտքաս Երևան թե պարեգամոնիս, ունիս թե չունիս թե հայդ ու եղնիս, պիտի տնեսվիս թոմսերը առնիս դրնիս, ամառը Երևանում
в Ереван. Это Новокаяна, там на машине наш Ереван. Под Армянск майти в полуках Цергини места лиса пойти в Хизгитин Сивани. Цаватан эмер Еревани. Амара Еревану. Амара Еревану. Амара Еревану. Ամար է Երևանում Հալվում է սիրտս, ախ ինչ լավն ես իմ քաղաք Լավն ես իմ քաղաք, լավն ես իմ քաղաք Դու ծառերի և բետոնի հանրավակ Իմ մայրաքաղաք և հայրաքաղաք Հալվում է սիրտս, ախ ինչ շոք այլանդակ Տոթ այլանդակ ու տապ այլանդակ Խնդրում եմ հովացրու իմ սիրտ